2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, եւ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է եւ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք նահատակներին եւ կեցցե